Ագնեսա Խամոյան, համեց։ Շնորհակալ եմ, պարոն Քոչարյան, այդուհանդերձ կարող եք հիմնավորել, թե ինչու է հրապարակվում եզրափակիչ մասը բարևարկության միայն արդեն իսկ պաշտոնի նշանակված անձնավորության համար, ինչու դա չի հրապարակվում նախնական փուլում, ընտրության փուլում ըստ էության, եթե ձևակերպելու լինենք, որովհետև դա ինչ է փոխելու, փաստորեն մարդը արդեն նշանակված է, օրինակ ընտրված է դատավոր։ Օրինակ այստեղ հիմնավորումների մեջ գրված էր, որ կարող է ազդեցություն ունենալ, չնշանակված անձանց դեպքում կարող է ազդեցություն ունենալ իր օրինակ անձնական կյանքի վրա։ Մարդու անձնական կյանքը անկախ նրանից այդ պահին դատավորի պաշտոն զբաղեցնում է, թե չի զբաղեցնում, եւ առհասարակ որն է սրա նպատակը, որովհետեւ մենք ունեցել ենք դեպքեր, երբ որ նույն եզրակացությունը ներկայացվել է այստեղ նիստերի դալիճում, իհարկե ոչ ամբողջությամբ, քանի որ գաղտնի է, բայց որևէ ազդեցություն քվեարկության վրա չի ունեցել, դա շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկե Խամոյան հարցի համար, դեպքում տեսեք նախագծով նախատեսվում է, որ հրապարակվի եզրափակիչ մասը միայն նշանակման կամ առաջխաղացման դեպքում։ Ինչի միայն նշանակման եւ կամ առաջխաղացման դեպքում, այլ ոչ բոլոր թեկնածուներինը նախքան նշանակումը, որովհետեւ հատկապես զգայուն է բացասական եզրակացությունների դեպքերը, երբ բացասական եզրակացությամբ անձը թեկնածուն ներկայանում է եւ նշանակող մարմինը արդեն ընտրության առաջ է նշանակել, թե չնշանակել հաշվի առնելով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության խորհրդատվական բնույթը, նաեւ հաշվի առնելով տվյալ անձի ուրեմն դիրքորոշումը եւ իր հիմնավորումները։ Բայց բոլոր դեպքերում մեր նախագծի նպատակն է նշանակող մարմինների գործունեության եւ կադրային քաղաքականության առավել թափանցիկություն ապահովել։ Այն դեպքերում, երբ որ անձը չի նշանակվում, այստեղ առանձնապես հետաքրքրություն չկա, այսինքն անձը կարող է տեսնել, որ բացասական է, եւ ինքը հրաժարվի նշանակվելուց զուտ բացասական այդ եզրափակիչ մասը չհանրայնացնելու համար։ Համեցեք, արձագանք։ Պարոն Քոչարյան, ես ձեզ պետք է հիասթափեցնեմ։ Մենք բացասական եզրակացություններով անձինք ենք ունեցել, որոնց իշխող մեծամասնությունը կողմ է քվեարկել։ Մենք ԲԴԽ-ի անդամ ենք նշանակել, ընտրել իշխող մեծամասնությունը, որի կենսագրությունից պարզ էր դառնում, որ 10 տարեկանում դպրոց է ընդունվել, ֆիկտիվ ամուսնություն է եղել։ Մենք Արմեն Դանիելյան ենք ընտրել այս ազգային ժողովում իշխող մեծամասնությունը։ Ես նկատի ունեմ, որ այդ եզրակացությունները, այո, հրապարակային չեն լայն հանրության համար, բայց մեզ համար բաց են եւ ինչ որ չափով ազգային ժողովում հաշվի առնելով, որ քաղաքական մարմինը քննարկումներ դրա բովանդակության շուրջ տեղի ունենում են ըստ էության։ Դուք պարզապես անկեղծ եղեք, ցանկանում եք միջազգային կառույցների համար զիջկա կոպիտ ասած ստանալ, որովհետև որոշակի նաև հիմնավորման մեջ կար, որ արձանագրումներ կան, նույն օրինակ ԱՄՆ դեպարտամենտի կողմից, որ պետդեպարտամենտի կողմից, թե ինչու հրապարակային չեն այդ եզրակացությունները։ Ընդամենը այդ հարցն է լուծում, այսքանը շնորհակալ եմ։ Տիկին Խամոյան, ես խոսքում էլ նշեցի, որ այս նախագիծը պայմանավորված է ինչպես հակակոռուպցիոն ռազմավարությամբ, կառավարության ընդունված, այնպես էլ այո միջազգային ստանձնասպարտավորություններով։ Բայց մենք չենք կարծում, որ այս նախագծի ընդունումը զուտ ձևական բնույթ է կրելու եւ միայն այդ ծիճկա դնելու համար է։ Ձեր բերած օրինակներն էլ օրինակ եւ այդպիսի օրինակները միայն ազգային ժողովում չի, նաեւ այլ մարմիններում առկա են բացասական եզրակացություններով եւ նշանակումներ եւ առաջխաղացումներ։ Բնականաբար այս նախագիծը չի բերվել այդպիսի դեպքերը բացառելու համար, որովհետև կարող է եզրակացությունը բացասական լինել, բայց պատճառաբանությունները եւ հիմնավորումները լինեն սպառիչ եւ հիմնավոր։ Այս նախագիծը ընդհանրապես նշանակող մարմինների առավել հաշվետու, առավել թափանցիկ գործելու նմիտված եւ
հանրային ընկալման տեսանկյունից կարծում եմ, որ դրական ազդեցություն պետք է ունենա թե ազգային ժողովի կողմից կատարվող ընտրությունների, թե դատախազության, քննչական կամ դատավորների ընտրությունների դեպքում։ Հարցերն ավարտվեցին, շնորհակալություն։ Հարակից զեկուցող պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլակյան։